Մեր կառավարությունը շատ վաղուց իր գործառույթներով չի զբաղվում։ Երբ նայում ես ռազմավարական լացակումած ողբանվակ կամ ընդհակառակը ինչ-որ sense քեփուրախություն վիճակների մեջ են։ Շատ վաղուց ես չեմ լսել, որ ինչ-որ մեկը լուրջ հաշվետվություն տա թվերով։ Այդ թվերն է ցույց տան էկրանի վրա։ Դա շատ վատ է իրական վիճակը։ Մեզ հրամցնում են շատ հաճախ տնտեսական ակտիվության թվեր, տնտեսական աճի փոխարեն։ Դրանք տարբեր են։ Եվ մեզ մոտ, ասենք, ըստ ոլորտների, որ նայում եք, իրականում շինարարության ոլորտից բացի ոչինչ չի աճում։ Շինարարության ոլորտն է դե շինարարություն, չգիտեմ ինչ-որ դպրոցներ են կառուցվում, բան, դա շատ բան կախված։ Շինարարությունը նախ ամենակոռումպացված, եթե պետությամբ տեսենք ինձ ամենակոռումպացված ոլորտն է, որտեղ ամեն անգամ նորմալ են գալիս։ Եվ ասենք նույն մոդելով Չինաստանը նկարում էր իր տնտեսական աճը։ Մեր մոտ տնտեսական աճը, եթե չեմ սխալվում, 5-2% է, թե ինչ է։ Իսկ բանը, օրինակ Չինաստանը շատ երկար ինչ էր անում, 7, 8, 11, 12 որ անում էր, ինքը քաղաքներ էր կառուցում դատարկ։ Որովհետև երբ որ դու սկսում ես կառուցում, ինչ ես անում, վերցնում ես նախ հող ես առնում, այդ արդեն գնաց հնայի մեջ, այդ սկսում ես շինարարություն անել, մեջ շենքեր ես կառուցում, չի հետաքրքրում կառնի մեկը այդ տունը թե չէ, որտեվ քեզ մոտ շինարարության գալուչկեն դրվում է, հնայի մեջ մտնում է, առնելը արդեն այդքան էական չի, մեկը կառնի կապրի, թե չի առնի, չի ապրի։ Այդ բանով, այդ սխեմայով Չինաստանը կառուցել էր 58 միլիոն բնակարան։ 58 միլիոն դատարկ բնակարան ունի, որը ոչ միայն չի կարողանում վաճառել, այլ նաև ոչ մեկ չի ուզում որ անի, հիմա գները ընկնում են անշարժ գույքի Չինաստանում, բավականին լուրջ խնդիր կա, որտեվ թե բնակչության ժողովրդագրական բաներով, թե տնտեսական վիճակը, պատժամիջոցները ի վերջո ամերիկյան կորպորացիաները դուրս են գալիս Չինաստանից եւ այս ամեն ինչը ազդում է երիտասարդությունը տուն չի առնում, պետք չի, թանկ է, եւ այդ թանկության պատճառով այդ բնակարանները արդեն եղած խնդիր ունեն, հիպոթեքները ավելի թանկ են, հիմա նույնիսկ շատ հաճախ կարողանում բանանեք, որ նայում եք վերլուծությունները, պարզվում է, որ տները, որոնք գնվել են 14-15 թվականին եւ հիպոթեկա վերցրած, հիմա իրանք ավելի էժան են, քան հիպոթեկի տակ մնացած գումարը։ Այսինքն հենց հիմա, որ այդ տները նույնիսկ վաճառեն այդ մարդիկ, իրանք դեռ պարտք են մնալու բանկին են հիպոթեկի մնացած։ Բայց շատերը առել են ոնց որ մեզ մոտ են առնում հիմա ես գիտեմ, որ դες մոտ տարածված է, այս 20-25 հարգանի ես բաները, որ սարքում են, կազար մեկը, որ մարդկանց թվում որ էլիտար չի, այս էլ է տենց տրակելու, շատ շուտով սա տրակելու է, և մարդիկ ովքեր ես տների տակ հիպոթեք են վերցնել, իրանք վարի են գնալու, որովհետև այդ տան արժեքը լինելու է 30-ից մինչև 50% ավելի քիչ, քանց իրանք հիպոթեկով պարտք են մնալու։ Ու դա շատ շուտ է լինելու, որովհետև գալիք 3 տարվա համար Ռուսաստանը հաստատել է բյուջեի դեֆիցիտ և այս տարվա վերջ ինքը կհասցնի պարտքը 7 տրիլիոնի, հիմա 5-ա, կհասցնի 7-ի, դա նշանակում է գնաճ, դա նշանակում է Ռուսաստանի հետ կապված բոլոր բիզնեսները և բոլոր տնտեսական հարաբերությունները փուրն են գնալու, որտեղ այնտեղ լինելու է լիքը փող, այդ փողը ոչ մի բանով հիմնավորված չի, ամեն ինչի գները աճելու են, նույնիսկ եթե դուք Հայաստանում ինչ-որ աճում է, ինչ-որ տենց սառնարանում ունեք, տանեք ծախեք այնտեղ, ինքը ավելի շուտ է կորցնելու այդ փողը իր գինը, քանց դուք կհասցնեք դա վաճառեք, հետ բերեք, էլի կորուստ է լինելու, որովհետև այդ փողկապակցվածությունը ԵԱՏՄ-ի հետ ահավոր է։ Ես չգիտեմ Նիկոլ ինչ ասում, ես չգիտեմ մեր Գրիգորյանը ինչ ասում, ես գիտեմ, որ երկուսն էլ բան են։ Մերը իհարկե հասկանում է, խոսք չկա տնտեսությունից, բայց ինքը տենց երևի ավելի ռուսամետ է։ Նիկոլը ոչինչ չի հասկանում տնտեսությունից, դրա համար իրան ով կողքը նստում է, այդ էլ բան անում է։ Գամերը քաշում է այս կողմ կամ այն կողմ։ Գոյություն չունի իրավիճակ, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները ինչ որ կերպ կարող են դրական անդրադառնալ ինչ որ մի երկրի վրա, գոյություն չունի, ընդհանրապես 0 շանս։ Տրամպը չի ուզում Ռուսաստանը փրկի, որովհետև ինքը
նախընտրում է պատժամիջոցները հանել եւ իր սեփական ընտանիքի միջոցները ներդնել եւ ստանալ Ռուսաստանից գերշահույթ։ Առաջի մի քանի տարին, հետո դուրս է գալու էլի։ Որովհետեւ հենց հիմա եթե դուք հետ գնաք օգոստոսի տվյալներով, երբ բաները միջազգային մամուլը Ռուսաստանից դուրս եկած արևմտյան ընկերությունների հարցում են անցկացնում, պատրաստում եք արդյոք վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, եթե վաղը պատժամիջոցները հանենք վերադառնանք, 99 եւ 9% դեպքերում պատասխանը եղել է խիստ բացասական։ Այսինքն ոչ մեկ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան այն ընկերություններից, որոնք կան։ Իրանք պատրաստ են Ռուսաստանի նույնիսկ հիմա ստվերային սխեմաներով բան վաճառել, ցածր գնով նավթ առնել, ցածր գնով գազ առնել, այդ ամեն ինչը կա, բայց դրանից Ռուսաստանի տնտեսությունը չի փոխվում։ Ռուսաստանի տնտեսությունը ապրում է անկում։ Հայաստանի Հանրապետությունը գտնվելով հապկում։ Ընդ որում մենք այդ բանը չունենք, փոխկապակցվածությունը կենտրոնական Ասիայի պես չունենք իրար մեջ եւ բոլորս միասին Չինաստանի կամ Թուրքիայի հետ։ Մենք Նիկոլ Փաշինյանի կոդրած ձեռքով եւ մեր Գրիգորյանի այն մյուս կոտրած ձեռքով մնում ենք կախված երկու կոտրած ձեռքերով ԵԱՏՄ-ից։ Մենք կորցնում ենք ժամանակ, տեմպն ենք կորցնում։ Տեմպը մեզ պետք էր այն ժամանակ օգտագործել 22 թվականից։ Գոնե էլիտո բանի տակով, խալու տակ այդ գործողությունները անելու, որովհետեւ հիմա մենք արդեն պատրաստ լինեինք եվրոպական շուկաներ արտահանեինք մեր 210 միլիոն դոլարի համարժեք գյուղատնտեսական մթերքի, ասենք գոնե 60 միլիոնը հավելյալ։ Այդ նշանակում է, որ թարմ գյուղատնտեսական մթերքը մենք որ հանում ենք, հույսներս դնում ենք, որ հեսա կբացվի, չի բացվի, ճանապարհը բանես կոմենքում, դա պետք է ստեղ մշակվեր արդեն նորմալ բաներով, գծերով, ոսկագծերով։ Պետք է լիներ մի հատ երկու հատ սերտիֆիկացման կենտրոն, եվրոպականի մասնաճյուղ կամ դուք առնեիք լիցենզիա բերեիք կամ իրանց բերեք փող տակ, որ իրանք տնեն պետք է որ դու հանգիստ կարողանաս դա անես Եվրամիություն։ Ընդ որում դա ինչի համար է պետք։ Եվրամիությունում վաճառվող, այսինքն Եվրամիություն վաճառվելու իրավունք ունեցող ապրանքը դու կարաս հանես Աֆրիկա, Հնդկաստան, ոչ մեկ ձեն չի հանի։ Հա, իրանք կասեն մի հատ էլ վերը հանեք, բայց ինքը արդեն օքեյ է, դու բանը անցնում ես։ Իսկ երբ որ դու ԵԱՏՄ ես վրան գրում, ԵԱՍ, դու բոլորի մոտ առաջացնում ես տպարություն, որ ինգերեսի չես անում, չէ, չենք ուզում ես։ Գնա մեր թուղթը հանի, այդ մեր թուղթը հանելը թեմա է։ Սա ինչ վերաբերվում է ապրանքներին, ինչ վերաբերվում է ծառայություններին։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում ծառայություններ մատուցել միջազգային շուկայում այն մակարդակով, որով դա պետք է, որովհետև ստանդարտները, որով մենք մատուցում ենք ծառայություններ, գոստեր են ռուսական։ Իսկ ծառայությունները պետք է մատուցվեն համապատասխան, ասենք միջազգային, գոնե ISO-ով։ Որ ծառայությունների մասին եկեք։ Ցանկացած ֆինանսական, անվտանգային, ինտերնետ, այսինքն ոչ թե որ տղեկը նստեն ինչ-որ մեկի տանը 4 հոգով remote freelance անեն, Նիկոլն է մտածի ոնց բռնեմ դրանց փողերն է քերեմ, հիմա չգիտեմ Նիկոլն անտենց մտածում թե իր կողքի սուպեր դախլչիները մենակ թե իրանք հարկ չտան, այլ խոսքը վերաբերվում է նրան, որ ասենք չգիտեմ հաշվապահական ընկերություն, որ Հայաստանում աշխատում է, Հայաստանի Հանրապետությունը, որպես կառավարություն, իր կիլոգրամ սանտիմետր նախարարով կգսմ ասի, որ եղբայր ես բաներ եմ վերապատրաստման դասընթացներ եմ բացում, ես բոլորին բերում եմ ACCA, այսինքն միջազգային մակարդակի հաշվապահություն եմ սովորացնում։ Անվճար, իմ հաշվին, պետության հաշվին, լեզուն ու բանը դու ուղղակի թուղթ ցույց տուր, որ դու սերտիֆիկացված հաշվապահ ես կամ իրավաբան ես կամ աուդիտոր ես կամ չգիտես ինչ ես, ես բերում եմ այդ քեզ ապահովում եմ, որ դու դառնաս, բա տենց են անում, տենց առաջ գնում, լոգիստներին ես բերում, լեզու ես սովորացնում, լոգիստիկա ես սովորացնում, այսինքն պետությունը զբաղվում է նրանով, ինչով պետք է զբաղվի, ոչ թե ընկած գրքերի մեջից նժդեկ ջնջում, ոչ հարգելի ՏԳՍՄ-ներ, այլ զբաղվում եք նրանով, որ վերապատրաստում եք մասնագետների, ովքեր պատրաստ են աշխատել։ Ինչն է դժվար, ոչ դժվար բան չկա դրան։ Դա գործընթաց է, դա ավելի էժան է, քան հիմարությունով զբաղվել, քրդնած տղամարդկանց սիրահարներին, որոնք իրար գզմրտում են, որը կոչվում է տարբեր
բան, հանեք ռադարեք, այդ պետք չի այդ Հայաստանին այդ բաների վրա գումար ծախսել։ Այդ entertain-ը վերջացրեք։ Պետք չի այդ տարբեր տեսակի սպորտային միջոցը, հասկացա, 1-2 արեցիք, ձեր հասանելի մեդալներն ու պատվոգրերը ցածկեկը ստացաք, բրծակ վերջ։ Հիմա թող այդ նախարարության ամբողջ գումարը գնա նրա վրա, որ դուք մարդ վերապատրաստեք, եղբայր հնա ստեղծվի ստեղ։ Որ մարդիկ կարողան ծառայություն մատուցեն ամբողջ աշխարհով։ Կամ չեմ ասում բան արտադրեն, այդ ձեր գործը չի, արտադրելու վրա ուղղակի դուք մի խառնվեք, իրանք կարտադրեն։ Սրա մասին է խոսքը։ Կառավարությունը սրանով, վարչապետը սրանով պիտի զբաղվի։ Էլ եմ ասում, տղամարդուն վայել չի ընկնել, այս պատարակից են պատարակ վազվզել, ինչքան էլ դու հավատացել ելնես։ Հազար ներողություն, ոնց որ այս սիրու ծոցը գնալուց, հետդ կամերա մանտաս, այդ հանվելը բանը գցես, արա աղոտքը, կրոնը շատ ինտիմ գործ է։ Շատ դու չպետք է լնես կամերա, չեմ հասկանում, դու ում համար ես գնացել դու։ Գնացել ես գլուխ գովաս քեզ, որ գնացել ես։ Յանի այն ֆլանգդել կդրիչ մդրիչ, այդ դրանք են մի բարի պտուղ չեն, մի բաներն է դրանք են։ Բռնեցրել են նրա ասել ապսյո հիվանդ եմ գնացի։ Կանգացած տեղ որտեղ պետությունը չի խառնվում։ Տենց է, որտեվ իրանք շատ երկար են իշխանության, իրանք կորցրել են բանը, կոռուպցիա էլ կա հիմա իրանց բաներում, հա, ժամանակ առ ժամանակ իրանք իրանց են բռնում։ Իրանք բացահայտում են, որ կառավարումը ոչ էֆեկտիվ է, արդյունավետությունը ցածր է։ Իրանք գիտեն, որ բանակի ոլորտում են տապալվում, իրանք գիտակցում են, որ միջազգային հարաբերություններ, տեսեք, հենց հիմա էլի բանով, հա, բայց ցանկացած տեղ, որտեղ իրանք չեն խառնվում, որտեղ զավեշտալ երկու տառը չկա, ԿՊ, որտեղ ԿՊ-ն չկա, Ռոբիկը չկա, Սերժը չկա, որտեղ որ ոչ մեկ չի խառնում, այս գործը առաջ գնում։ Որտեղ պոտենցիալը այս ազգի շատ է, որտեղ երբ որ դու նայում ես, ասենք, չգիտեմ, երեխեքը, որ շախմատ են խաղում շախմատի դպրոցում, կամ ասենք, չգիտեմ, նայում ես ինչ հավեսով են ռոբոտաշինությամբ զբաղվում, կամ նայում ես ինչ իրականում հետաքրքիր լուծումներ կան, ասենք, չգիտեմ, նայում են, նույնիսկ եթե նայում եք ինչ են նկարում երեխեքը բան, և ոչ միայն երեխեքը, եթե նայում եք, ասենք, մարդիկ ինչ մտքերով են գալիս, շատ հաճախ տենց հանդիպում, դե հիմա բայց ճնշված վիճակը, որը ճնշված վիճակը նրանց թվականից մինչև այսօր ճնշված վիճակը են մարդկանց մոտ ովքեր բանում գործ չունեն։ Այսինքն ինքը սուբլիմացիա է, հա։ Դե ճնշված վիճակից, այսինքն եթե դու ընկել ես ճգնաժամի մեջ, ճգնաժամից դուրս գալու երկու բան կա։ Կամ դու ճգնաժամը վերածում ես էներգիայի եւ սկսում ես աշխատել, կամ դու կոտրվում ես ու դառնում ես ոչնչություն։ Ընդ որում քո ձեռքում չկա որ յուրաքանչյուր անհատի դու, այո, չգիտեմ, աղեղնավոր ես դրա համար դու ծնվել ես եւ Վեներան այստեղ է, Յուպիտերը այնտեղ է եւ դու 100% պետքա ճնշված նշ չէ, քեզ ցա կախված։ Առավոտ արթնանում ես, ասում ես, չէ, ոչխարը դուք եք, ես գնացի գործան։ Ուղղակի եղած է, ոչ մի չկա դրա մեջ։ Չվախեկը որտեղից է։ Անունը տալիս ես, ինչից ես վախում։ Մեզ մոտ մարդիկ վախենում են, ընդունեն, որ իրանց պրոբլեմները նրանից է, որ Նիկոլը անգրագետ է։ Ես ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ խորը անգրագետ մարդկանց, ովքեր ինձ փորձում են համոզել, որ Նիկոլը անգրագետ չի։ Ես չեմ ասում, որ այդ մարդկանց հարցնեմ Վիետի թեորեմի համաձայն քառակուսի հավասարում կարան լուծեն թե չէ։ Այդ մարդիկ դժվարությամբ են պատասխանում են հարցին, արդյոք մոլորակն է պտտվում արեգակի շուրջ, թե արեգակը մոլորակի։ Գիտեք ինչու, որտեղ իրանք մոլորակ բառը չգիտեն։ Խորը անգրագետ, ինչքան մարդը խորը անգրագետ, այդքան падիշախ, այդ որ ասում սովետական է, այդ իրականում ոսկե հորդից մնացածն է, падիշախը, խանը, ցարը, նույնիսկ բակերում տենց բան կար, մարդը մեսի գիտի ինքը ցարի բոգն է, ու շատերը չգիտեն, որ դա ցար ի բոգ,
հա, ցարի բոգնա։ Ինչքան մարդը անգրագետ, այդքան իր համար շատ ավելի անգրագետ Նիկոլը ցարի բոգնա։ Ամոթը սա է, ամոթը, երբ որ դրսից մարդ է գալիս ու շատ համեստ, շատ կրթված, շատ դաստիարակված տոնով ինձ հասցնում է տեղեկություն, որ կառավարությունում ինչ-որ տրիվիալ բաներ չգիտեն։ Ուղղակի տրիվիալ բաներ, որ ինքը նույնիսկ ամաչում է ակնարկի։ Ինքը վախենում է ինձ նեղացնի, որովհետև դու չգիտի ես ինչ ռեակցիա կտամ։ Դու մեծ հավանականությամբ կարող է բանանեմ, ասեմ կամ քո վրա են կայֆավա տեղեպարված, ես ուրիշների մոտով սրանց չեմ փչացնում։ Բայց ես ճամփում եմ ու սենց որ ասում սպիտակ մազերս տեսնում եք, ես սրանց պատճառով խայտարակ ձևի անգրագետ են, խայտարակ, անդուր, կրինժը գիտեք որն է, իսպանսկի ստիլ։ Ժամանակ առ ժամանակ էդ ես ապրում։ Ոքի նայում ես ասում ես լավ, հենց հիմա բանակցություններից խոսեցինք, չէ, Ուկրաինայի։ Ինչ արեց։ Արա Զելենսկին Տրամպին ճղեց, սարքեց չուլ, կոշիկները սրբեց, տվեց տղեկին, ասեց Էմանուել, կարող է դու ես ուզում սրբես սրանով։ Ինձ ասեց չզզվում եմ, շփրտենք։ Ասեց եղբայր, համաձայն եմ քո ցանկացած պայմանի հետ, եղած ինչու։ Մցրու սենատ համաձայն եմ։ Ինչ արեց Տրամպը։ Հիմա էլ նոր բան է, սա Անգելա Մակրոնին, Ստալմերին ու Մերցին, ասում է դրան ճնշեք, որ ինքը իմ պայմանների հետ համաձայնվի։ Ոչ չասես, այ քյաժ դեգեներատ, իրանք են այդ բանը ասել Զելենսկուն։ Հո Զելենսկին բանը գործ չունի, այնի մտածում է պատերազմի մասին։ Իրանք են քթել, ասենք բրիտանացիք, ֆրանսիացիք, գերմանացիք, նստել են, օրենսդրությունը նայել են, ասել են, քթանք, ասա թո սենատում անցկացնի։ Պրծավ, վերջ, պրծավ, ինքը չի զանգում Զելենսկուն ճնշի, որտև Զելենսկին չի ճնշում, ասում է համաձայն եմ, ցավը տանեմ, վաղը, մցրու սենատ 90 օրից մոտս ընտրություն եմ անում, իսկ Տրամպը գիտի, որ ինքը սենատում, ինչ սենատ, հլարի տակի պալատը որն է, ներկայացուցիչների պալատում, Մեյջորի Թեյլոր Գրինը դուրս է գալիս, երեք ինչ-որ կարդացի եվս 20 հոգի դուրս են գալիս, որովհետև եթե ամսի 19-ին ինքը Էփշտեյնի ֆայլերը չբացի, իսկ եթե ինքը Էփշտեյնի ֆայլերը բացի և գեր պահպանողական մագայի և քրիստոնեական էլեկտորատը պարզի, կասկածի, որ ինքը 16 տարեկան կամ դրանից ցածր աղջկա մարմնի մասին կպել է Էփշտեյնի կղզում, մայրիկը կթաղեն։ Ինքը հիմա իրան մենակ էր պակաս, սենատ մտցնել բան, Ուկրաինային ճնշել, կոնգրեսը ընդունում է օրենք, համաձայն որի Տրամպը ասում է ոչ մի բան չեմ տալու, կոնգրեսը օրենք համաձայնում, ասում է 400 միլիոն կտաս։ Հիշում եք են հին հայկական ֆիլմը, կտաս չեմ տա, այդ խի ասում է Եգիպտոսից եկած բան կտաս հարազատ աղբորը չես տա, կտաս։ Ու ինքը խելոք կտա այդ փողը, որտեղ ինքը ոչնչություն է։ Ուզում եմ նայեմ հայ տրամպիստների անմեղ աչքերի մեջ։ Այսա Մեյջորի Թեյլոր Գրինը կգնա, այսա մի հատ էլ mid-term-ը կվերջանա 26 թվին։ Ինձ հիմա Տրամպի mid-term-ը, այսինքն Ամերիկայի mid-term-ը մի փոքր ավելի շատ է հետաքրքրում, քան մերը, որովհետև մերը գիտեմ ինչ է պլանավորվում։ Իսկ այնտեղ ինձ շատ է հետաքրքրում, ասենք որ դրանք կորցրեցին մեծամասնությունը այդ մագաները։ Ինչ են անելու։ Ընդ որում ոչ թե Ամերիկա, ինձ հետաքրքիր է նրանք ովքեր որ դու չես հասկանում Տրամպը։ Ինձ նաև հետաքրքրում է թե ինչպես է ԿՊ-ն շարունակելու տրիպի գաղափարը առաջ տանել։ Որտեվ կրկնում եմ, հենց նոր, մոտավորապես լավ, դեկտեմբեր ամսվա ընթացքում ելնելով նրանից, որ ճնշմանը չենթարկված Զելենսկին ավելի խորը զբաղվեց իր շահերի պաշտպանությամբ, քան Նիկոլ Փաշինյանը, ճնշման տակ փաստաթուղթ ստորագրելու գաղափարը մեռավ։ Հավատացեք, որ Զելենսկու վրա ճնշումը շատ ավելի շատ էր, քան Հայաստանի։ Թե նոյեմբերի 9-ի մասով, թե տրիպի մասով, օգոստոսի 8-ի մասով։ Բայց Զելենսկին մենակ չի։
իսկ Համաձայն չեք։ իսկ Նիկոլի մենակ լինելը դա իր Դա- ընտրությունն է։